Ողջույն հարգելի հետևորդներ, ես Ստեփանավան քաղաքի բնակիչ Էրիկ Գեղինյանն եմ։ Այս տեսանյութում ցանկանում եմ խոսել շախմատի մասին, մասնավորապես աշխարհի հզոր ուժեղագույն զորավարներից Նապոլեոն Բոնապարտը նույնպես բավականին լավ տիրապետել է շախմատ խաղարվեստին եւ պատերազմների ժամանակ Նապոլեոն Բոնապարտը իր շախմատային գիտելիքների շնորհիվ կարողացել է բավականին հզոր մարտավարություն եւ ռազմավարություն մշակել ընդդեմ թշնամու։ Ասեմ, որ շախմատիստները իրենք ինտելեկտուալ բարձր մտավոր կարողություններով ոշտված անձինք են եւ շախմատային մրցաշարերի ժամանակ ուժեղագույն շախմատիստները, նույնիսկ գրոսմաստերները իրենց հակառակորդների նկատմամբ երբեմն կիրառում են հոգեբանական հնարքներ, որոնք անշուշտ նպաստում են իրենց հաղթանակին։ Նաեւ ցանկանում եմ նշել, որ Էրիկ Գեղինյանս նույնպես բազմիցս մասնակցել եմ շախմատային մրցաշարերի, ունեմ ինձ շնորհված պատվոգրեր, մրցանակներ, որոնք որ վկայում են շախմատի ասպարեզում իմ ունեցած հաջողությունների մասին, նաև ցանկանում եմ նշել, որ բլից շախմատային մրցաշարերի ժամանակ, որի ժամանակը տրվում է մտածելու համար կամ 3 րոպե կամ 5 րոպե, այդ ժամանակ ուժեղագույն շախմատիստները որպես կանոն իրենց հաջորդ քայլերը պլանավորում են իրենց հակառակորդի ժամանակի հաշվին, ենթադրենք դու արեցիր այս քայլը, քո հակառակորդը արեց այս քայլը, ենթադրենք դու էլ կատարեցիր այս քայլը, ենթադրենք, ու քո քայլից հետո արդեն քո հակառակորդը մտածում է, թե ինչ քայլ պետք է անի, այսինքն երբ որ քո հակառակորդը սկսում է մտածել, թե ինչ քայլ է պետք անել, դու արդեն քո հակառակորդիդ մտածելու ժամանակի հաշվին պետք է արդեն հենց այդ ժամանակ պլանավորես քո հաջորդ քայլը, այսինքն շախմատիստները իրենք կանխորոշում են, պետք է կարողանան կանխորոշել իրենց հակառակորդի բոլոր հնարավոր քայլերը եւ իրենց ուղեղի մեջ արդեն իսկ պետք է գծագրած լինեն տարբեր կոմբինացիաներ, թե ինչպես կարելի է հակազդել իրենց հակառակորդների քայլերին։ Մի խոսքով ինչ եմ ուզում ասել, բլից շախմատային մրցաշարերի ժամանակ հաղթանակի հասնելու գրավականը կայանում է հետեւյալում, որ ուժեղագույն շախմատիստները իրենց հետագա քայլերը պլանավորում են իրենց հակառակորդի ժամանակի հաշվին, որպեսզի իրենց ժամանակը վերջանալու կապակցությամբ իրենց պարտություն չգրանցվի։ Նաև ցանկանում եմ նշել, որ շախմատիստները, ինչպես որ շախմատում, այնպես էլ կյանքում կարողանում են հաշվարկել թե իրենց եւ թե իրենց դիմացինի քայլերը։ Նաև հզոր շախմատիստները իրենք բարձր մտավոր կարողություններով օժտված ինտելեկտուալ անհատականություններ են, բավականին խարիզմատիկ անհատականություններ են եւ հոգեբանական խառնվածքները, քանի որ իրենք դասակարգվում են 4 խմբի՝ սանգվինիկ, ֆլեգմատիկ, պրագմատիկ եւ մելանխոլիկ, ուստի շախմատիստներին ավելի շատ բնորոշ է ֆլեգմատիկ հոգեբանական խառնվածքը։ Հիմա դա առանձին թեմա է, թե որ հիմա ես չեմ պարզաբանի, թե այդ իմ կողմից թվարկված հոգեբանական խառնվածքներից յուրաքանչյուրը ինչ է նշանակում, դա առանձին խոսելու թեմա է։ Ըստ անհրաժեշտության ես հետագայում իմ տեսանյութերով կանդրադառնամ նաև այդ հարցին։ Նաև ցանկանում եմ նշել, որ շախմատը ինքը օգնում է կյանքում բարդ եւ անելանելի իրավիճակներում ճիշտ ելքը գտնելու համար։ Ուստի բոլորին հորդորում եմ խաղացեք շախմատ, վարժեք ձեր մտավոր կարողությունները եւ այժմ կցանկանայի ցուցադրել մի փոքրիկ խնդիր, 8 թաքուհիների խնդիրը։ Պետք է կարողանալ շախմատի խաղատախտակի վրա ամեն վանդակում 1 հատ թաքուհի տեղադրել այնպես, կրկնում եմ 1 հատ վանդակում, ամեն մի վանդակում 1 հատ թաքուհի պետք է տեղադրել այնպես, որպեսզի այդ թաքուհիները միմյանց չհատեն ոչ ուղղահայաց, ոչ հորիզոնական գծով եւ ոչ էլ անկյունագծով։ Հիմա խնդիրը ես ցուցադրեմ, ասեմ, որ այդ խնդիրը ունի 8 թաքուհիների շախմատային խնդիրը ունի 92 տարբեր տարբերակ, 92 տարբեր լուծում։ Բնականաբար ես տիրապետում եմ, գիտեմ բոլոր այդ 92 լուծումները եւ այժմ հիմա ես ձեզ կցուցադրեմ այդ 8 թաքուհիների լուծումներից 1 հատ լուծում։ Ահա տեսեք, հիմա ենթադրենք սրանք 8 թաքուհիներ են, ամեն վանդակում պետք է շարել տեղադրել 1 հատ թաքուհի, A դաշտում 1 հատ թաքուհի, B դաշտում 1 հատ թաքուհի եւ այդպես շարունակ։ Առաջին հայացքից կարող է հեշտ թվալ, սակայն
Հավաստիացնում եմ, որ ամենևին էլ հեշտ չէ, փորձեք շարել, վստահ եմ, որ 7 հատ թաքուհի կշարեք եւ 8-րդ թաքուհին արդեն էլ հնարավոր չի լինի այնպես շարել, որպեսզի մեկը մեկին չհատի։ Ահա տեսեք, որևէ ձևով իրար չեն հատում։ Սա անկյունագծով չի հատում, տեսեք, ուղղահայաց գծով չի հատում, հորիզոնական գծով մեկը մեկին չի հատում, այսպես։ Սա իմ կողմից նշված այդ 8 թաքուհիների շախմատային խնդրի 92 լուծումներից մեկն է։ Տեսեք, այսքանը, շնորհակալություն ուշադրության համար։